Ողջույն սիրելի հետևորդներ, հուսամ, որ արդյունավետ հանգստյան օրեր եք ունեցել։ Այսօր հոկտեմբերի 27-ն է, օրը երկուշաբթի, եւ աշխատանքային շաբաթը մեկնարկում ենք նաեւ US Armedia-ում։ Ես Հարություն Մինասյանն եմ եւ այս ժամի լուրերում առանձնացրել եմ ինչպես այսօր, այնպես էլ հանգստյան օրերին տեղի ունեցած կարևոր իրադարձությունները եւ սկսենք առաջին լուրը ընդամենը ժամեր առաջ տեղի ունեցած մի դեպքի մանրամասներով։ Այսօր առավոտյան Լոս Անջելեսի արևելյան շրջանում գտնվող Garfield High School դպրոցը տարհանվել է, երբ իրավապանները մոտակայքում հայտնաբերել են ըստ ամենայնի պայթուցիկ նյութերի եւ հրավառությունների պահեստ։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչության տեղեկացմամբ թույլատվությամբ իրականացված հուզարկության արդյունքում տանից դուրս է բերվել բազմաթիվ արկղեր, լսված հրավառություններով, ինչի պատճառով ոստիկանությունը նաեւ փակել էր տարածքը եւ սկսել շրջակա շենքերի, այդ թվում դպրոցի տարհանումը։ Իրավապահները հաստատել են, որ բոլոր աշակերտներն ու աշխատակիցները անվտանգ տեղափոխվել են մոտակա Griffith Junior High School դպրոց։ Ծնողների մեծ մասը շտապել է դպրոց, կարծելով, թե տեղի ունենում մեծամասշտաբ ներգաղթի գործողություն, սակայն դպրոցի ղեկավարությունը հատուկ ընդգծել է, որ այս միջադեպը որևէ կերպ որևէ առնչություն չունի միգրացիոն կամ ներգաղթային գործողությունների հետ։ Տարհանվել են նաև Մոնտերեյի High School-ի աշակերտները, միանալով Garfield-ի դպրոցի ուսանողներին։ Իշխանությունները շարունակում են հետաքննությունը պարզելու հայտնաբերած պայթուցիկ նյութերի ծագումն ու նպատակը։ Երևի թե շատերդ արդեն գիտեք, իսկ եթե ոչ, այս մասին նույնպես տեղեկացնեմ։ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում դաշնային կառավարության փակման հետևանքով առաջացած աշխատակազմի պակասը հանգեցրել է թռիչքների ժամանակավոր դադարեցման։ Դաշնային ավիացիոն վարչությունը FAA-ը հայտարարել է, որ ժամանակավոր ground stop է սահմանվել եւ թռիչքները կասեցվել էին 3 առավոտյան ժամը 11:42-ին եւ վերականգնվել են 1:30-ին ըստ արևելյան ժամանակի։ Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին նախապես զգուշացրել էր, որ առաջիկա օրերին կարող են ավելանալ թռիչքների ուշացումները եւ չեղարկումները, քանի որ երկրի ավիադիսպեչերները շարունակում են աշխատել առանց աշխատավարձի։ Թեև Լոս Անջելեսի օդանավակայանում շարունակական խափանումներ չեն գրանցվել, սակայն Դալլաս Ֆորթ Վորթի եւ Դալլաս Լավֆիլդի օդանավակայաններում նկատվել են ավելի լուրջ ուշացումներ եղանակային ու արդեն տեխնիկական պատճառներով։ Բացի Կալիֆոռնիայից աշխատակազմի պակասը դադարեցումներ է առաջացրել նաեւ Նյու Ջերսիի Նյույորք Լիբերտի, Վաշինգտոնի Ռեյգան եւ Չիկագոյի Օհեր օդանավակայաններում։ Փորձագետների կարծիքով, եթե կառավարական փակումը շարունակվի, օդային փոխադրումները կարող են դառնալ ամենախոցերի ոլորտներից մեկը։ Լոս Անջելեսում մնանք, կենտրոնում շաբաթ գիշերը անկառավարելի քաոս է սկսվել սկեյթբորդիստների միջոցառման ընթացքում։ Քաղաքացիների նկարանած տեսանյութում երևում է, թե ինչպես է ամբողջը վնասում Waymo ինքնավար ավտոմեքենան, ջարդելով պատուհանները, հարվածելով սկեյթբորդներով եւ բարձրանալով մեքենայի վրա, ոստիկանությունը հայտարարել է միացված մարտավարական ռեժիմ, փորձելով ցրել բազմությունը։ Ըստ ոստիկանության հաղորդագրության որոշ մասնակիցներ շշեր եւ սկեյթբորդների մասեր են նետել իրավապանների ուղղությամբ, իսկ մեկ անձ մեծ արագությամբ փորձել է բախվել ոստիկանների շարքին իր սկեյթբորդով։ Իրավապանները կիրառել են ոչ մահաբեր միջոցներ փողոցները մաքրելու նպատակով։ Վնասվել են նաեւ մի քանի ավտոմեքենաներ, հարակից շինություններ։ Հրշեջ ծառայությունը արձագանքել է դեպքին, գնահատելու առնվազն 1 վիրավորի վիճակը, սակայն նրա ինքնությունը եւ առողջական վիճակը հայտնի չէ։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է հիմա ընթանում։ Կրկին շաբաթ երեկո տեղի ունեցած եւս մեկ իրադարձության մասին Հարավային Կալիֆոռնիայում փողոցային street takeover-ը ավարտվել է մեքենայի բռնկումով եւ պայթյունով։ Տեսանյութում երևում է Lakewood բուլվարի եւ Դելամո բուլվար խաչմերուկում տեղի ունեցած մի քանի մեքենաների շրջադարձերը, որը ընդունված է ասել դոնատները։ Մի պահ սպիտակ մեքենա, որը ցուցադրական հնարքներ էր անում, հանկարծ բռնկվել է ու ամբողջությամբ պատվել կրակով ու ծխով։ Լոս Անջելեսի շրջանի հրշեջ ծառայությունը արագ արձագանքել է եւ ժամանել դեպքի վայր, վարորդի եւ ուղևորի առողջական վիճակի մասին տեղեկություններ այս պահին չունենք։ Միաժամանակ ոստիկանությունն էլ հայտնել է, որ եւս 3 նմանատիպ միջադեպ է գրանցվել, երկուսը արևելյան Լոս Անջելեսում, մեկ ուրիշը արդեն Քեմփթոնում։ Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ պատրաստվում է իրականացնել նախորդ նախազգուշացումը դադարեցնելով Կալիֆոռնիային հատկացվող դաշնային ֆինանսավորումը, քանի որ ըստ նրա նահանգը ապօրինաբար տրամադրում է բեռնատարների վարորդական արտոնագրեր արտաքսման ենթակա ոչ քաղաքացիներին։ Դաֆին ասել է. Ես պատրաստվում եմ Կալիֆոռնիայից հետ վերցնել մոտ $160 միլիոն, եւ եթե շարունակեն խախտումները, մենք նաեւ կարող ենք արգելել նահանգին վարորդական արտոնագրեր տրամադրելու իրավունքը։ Կալիֆոռնիայի տրանսպորտային վարչության խոսնակ Էվա Սպիգելը արձագանքել է, նշելով, որ Թրամփի վարչակազմը ոչ մի օրինական հիմք չունի դաշնային փողերը կասեցնելու համար։ Դաշնային կառավարությունը նախկինում թույլ էր տալիս բեռնատարի վարորդական արտոնագրեր տրամադրել ապաստան հայցողներին եւ փախստականներին, սակայն սեպտեմբերի 26-ին ընդունված արտակարգ նոր կանոնները այդ գործընթացը
դադարեցնելու վերաբերյալ ուժի մեջ են մտել Կալիֆոռնիայում սեպտեմբերի 29-ից։ Կալիֆոռնիան լիովին հետևում է այդ կանոններին եւ շարունակելու է գործել դաշնային օրենքի շրջանակում, հայտնել է նա։ Նախորդ ամիս տրանսպորտի նախարարությունը խստացրել էր արտոնագրերի տրամադրման պահանջները մահվան ելքով 3 վթարներից հետո, որոնք ըստ պաշտոնյաների տեղի են ունեցել արտասահմանցի վարորդների մասնակցությամբ։ Նոր կանոններով միայն 3 տեսակի վիզա ունեցող անձինք կարող են ստանալ CDL արտոնագիր եւ նահանգները պարտավոր են ստուգել դիմորդների միգրացիոն կարգավիճակը դաշնային տվյալների բազայում։ Մի արտակարգ դեպքի մասին էլ ԱՄՆ ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմը հայտնել է, որ 1 կործանիչ եւ 1 ուղղաթիռ, որոնք գործում էին USA Nimitz ավիակրից, կործանվել են հարավչինական ծովում ընդամենը 30 րոպե տարբերությամբ։ Հաղորդում է, որ ուղղաթիռի անձնակազմի 3 անդամներն ու կործանիչի 2 օդաչուները փրկվել են եւ գտնվում են անվտանգ ու կայուն վիճակում։ Ռազմածովային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ վթարների պատճառները քննության փուլում են։ Նախագահ Դոնալդ Թրամփը Air Force One ինքնաթիռում լրագրողների զրույցում նշել է, որ դեպքերը հնարավոր է կապված լինեն վատ վառելիքի հետ, բացառելով որևէ դիվերսիոն գործողություն։ USS Nimitz ավիակիրը գտնվում է Վաշինգտոնի նավատորմային բազա վերադարձի ճանապարհին, ամռան մեծ մասը անցկացնելով մերձավոր արևելքում։ Սա նավի վերջին առաքելությունն է մինչև ծառայությունից դուրս գալը։ Միացյալ Նահանգների միջազգային հարաբերություններով մի քանի թեմա։ Ռուսաստանը նոր քայլ է կատարել իր միջուկային էներգիայով աշխատող Բուրևեստնիկ թևավոր հրթիռի տեղակայման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը Կրեմլի հրապարակած տեսանյութում։ Ըստ պաշտոնական Մոսկվայի, զենքը, որն անցել է հաջող փորձարկումներ, ունակ է շրջանցելու ցանկացած գործող կամ ապակա հակահրթիռային պաշտպանական համակարգ։ Ռուս պաշտոնյաները պնդում են, որ հրթիռն ունի գրեթե անսահման թռիչքային հնարավորություն եւ անկանխատեսելի թռիչքուղի։ Կիրակի հրապարակված ռազմական խորհրդակցության ընթացքում Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել է Պուտինին, որ Բուրևեստնիկը փորձարկման ժամանակ անցել է շուրջ 8700 մղոն եւ օդում է եղել մոտ 15 ժամ։ Պուտինը շեշտել է, որ անհրաժեշտ է հստակեցնել զենքի դասակարգումը եւ պատրաստել համապատասխան ենթակառուցվածք դրա տեղակայման համար։ Պուտինը դեռևս 2018-ին առաջին անգամ ներկայացրեց Բուրևեստնիկի նախագիծը, այն բնորոշելով որպես պատասխան Վաշինգտոնի գործողություններին։ Առաջին մասնավորապես ԱՄՆ-ի 2001 թվականի որոշմանը դուրս գալ հակահրթիռային պայմանագրից եւ երկրորդ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով ռուսական փորձարկումը հայտարարել է, որ Պուտինը պետք է դադարեցնի պատերազմը Ուկրաինայում, փոխարենը զբաղվելով նոր հրթիռների փորձարկմամբ։ Թրամփը հավելել է, որ Միացյալ Նահանգներն էլ ունի հրթիռների եւ պատմության ամենահզոր Սուզանավային համակարգերը, ընդ որում տեղակայված Ռուսաստանի ափերի մոտ։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները մշտապես իրականացնում է հրթիռային փորձարկումներ, սակայն դրանք չի օգտագործում որպես քաղաքական ազդակ։ Թրամփը նաև շեշտել է, որ Ռուսաստանը պետք է գիտակցի միջուկային սպառնալիքները խաղ չեն։ Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի տվյալներով Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միասին տիրապետում են աշխարհի միջուկային զենքի շուրջ 87%-ին։ Միացյալ Նահանգներն ու Տրինիդադ եւ Տոբագոն սկսել են համատեղ ռազմական վարժանքներ Կարիբյան ծովում։ Դրանք հաջորդել են ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Grevlin նավի ժամանմանը Port of Spain, որտեղ այն կմնա մինչև հոկտեմբերի 30-ը, մասնակցելով Տրինիդադի եւ Տոբագոյի պաշտպանության ուժերի հետ համատեղ ուսումնական գործողությունների։ Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարել է, որ վարժանքները երկարամյա համագործակցության մաս են երկու երկրների միջև։ Վենեսուելան սակայն խստորեն դատապարտել է այս գործողությունը, այն անվանելով ռազմական սադրանք եւ պնդելով այն կազմակերպվել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության CIA-ի հետ համագործակցությամբ, ու նպատակն է Լատինական Ամերիկայում ռազմական բախում հրահրելը։ Վենեսուելայի իշխանությունները նաև հայտարարել են, թե ձերբակալել են վարձկանների խումբ, որոնք ուղիղ կապ են ունեցել ամերիկյան հետախուզության հետ եւ պատրաստվում էին սադրանքի մեղքը բարթելով այլ կողմի վրա։ Սակայն որևէ ապացույց այդ հայտարարությունների վերաբերյալ չի ներկայացվել։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախկինում եւս բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին նման կեղծ գործողությունների պլանավորման մեջ, այդ թվում Կարակասում ԱՄՆ դեսպանատան դեմ ենթադրյալ հարձակման փորձի կապակցությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ հայտարարել է, որ Գազայում նախատեսվող միջազգային անվտանգության ուժի կազմում Իսրայելն ինքը պետք է որոշի, որ երկրների զորքերին է թույլ տալու ներգրավել։ Նա շեշտել է, որ Իսրայելն անկախ պետություն է եւ պետք է ինքն իր ուժերով պաշտպանի իր անվտանգությունը։ Արաբական եւ մի շարք այլ երկրներ դեռևս չեն հայտնել արդյոք պատրաստ են զորք ուղարկել Գազա, թե ոչ, մասնավորապես այն պատճառով, որ Համասը հրաժարվում է զինաթափվել։ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների զինվորները չեն մտնելու Գազայի գոտի, սակայն Միացյալ Նահանգները
բանակցում է մի քանի երկրների հետ միջազգային ուժին մասնակցելու հարցով։ Նեթանյահուն վերջին օրերին ակնարկել է, որ Իսրայելը դեմ է լինելու թուրքական զորքերի ներգրավմանը, հիշեցնելով Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատթարացումը նախկինում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր Իսրայելի այցի ընթացքում հաստատել է, որ շատ երկրներ արդեն արտահայտել են պատրաստակամություն միանալու նախաձեռնությանը, բայց ընդգծել է, որ ուժի կազմը պետք է լինի այնպիսին, որ Իսրայելն իրեն ապահով զգա։ Նա հավելել է, որ Գազայի ապագա կառավարումը դեռևս պետք է համաձայնեցվի Իսրայելի և դաշնակից երկրների միջև, բայց այն չի կարող ներառել Համասը։ Միաժամանակ Գազայում դեռևս սպառվում են 13 սպանված պատանների դիերը, որոնց տեղակայման մասին ըստ Իսրայելի Համասը գիտի, բայց հրաժարվում է վերադարձնել։ Իսրայելն արդեն թույլ է տվել եգիպտական մարտավարական խմբի մուտքը Կարմիր խաչի օգնությամբ որոնումներ իրականացնելու համար Գազայի այն դեղին գծից այն կողմ, որտեղից իսրայելական բանակը արդեն հետ է քաշվել։ Նախագահ Թրամփը երեկ և այսօր վստահությամբ է խոսել Չինաստանի նախագահի Սի Ցզինպինի հետ նախատեսվող հանդիպման մասին, նշելով, որ երկու կողմերն էլ ցանկանում են հասնել առևտրային համաձայնության։ Կարծում եմ Չինաստանի հետ լավ գործարք կունենանք։ Նրանք ուզում են համաձայնություն, մենք նույնպես, ասել է Թրամփը։ Միացյալ Նահանգների և Չինաստանի տնտեսական բարձրաստիճան պաշտոնյաները Մալազիայում անցկացվող ASEAN գագաթնաժողովի շրջանակում ավարտել են բանակցությունները դրական արդյունքով։ Երկու կողմերն էլ փորձում են խուսափել առևտրային պատերազմի նոր սրացումից։ Վաշինգտոնն ու Պեկինը նախկինում պայմանավորվել էին ժամանակավոր հրադադարի շուրջ, որը պետք է ավարտվեր նոյեմբերի 10-ից։ Սակայն Թրամփը նախազգուշացրել էր, որ նոյեմբերի 1-ից նախատեսում են նոր 100%-անոց մաքսատուրքեր չինական ապրանքների վրա՝ ի պատասխան Չինաստանի հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումների։ Երեք երկու երկրների ներկայացուցիչը հայտնել են, որ նախնական համաձայնության են եկել առևտրային համաձայնագրի շրջանակային ձևաչափի շուրջ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են առևտրային հրադադարի երկարաձգումը, հազվագյուտ մետաղների արտահանումը, TikTok-ի հարցը և այլ թեմաներ։ Թրամփի հնգօրյա ասիական շրջագայությունը, որը ներառում է Մալազիա, Թայլանդ, Կամբոջա և Վիետնամ, ավարտվելու է հոկտեմբերի 30-ին Սի Ցզինպինի հետ հանդիպումով Հարավային Կորեայում։ ASEAN գագաթնաժողովում Թրամփը հայտարարել է. Միացյալ Նահանգները ձեր կողքին է 100%-ով։ Մենք մտադիր ենք լինել ուժեղ գործընկեր և հավատարիմ դաշնակից սերունդների ընթացքում։ Սա Ամերիկայի ոսկե դարն է և միասին կստեղծենք աննախադեպ բարգավաճում Խաղաղօվկիանոսյան երկու ափերին։ Նա ստորագրել է մի շարք առևտրային և հանքային համագործակցության համաձայնագրեր Մալազիայի, Թայլանդի, Կամբոջայի և Վիետնամի հետ, ուղղված շուկաների բացմանը և ամերիկյան ապրանքների արտահանման խթանմանը։ Բացի այդ, Թրամփը հովանավորել է Թայլանդի և Կամբոջայի միջև Կուալա Լումպուրի խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Եվ վերջին լուրը դարձյալ տնտեսական թեմայով է, աշխարհի ֆոնդային շուկաներն այսօր բարձրացել են, մինչդեռ անվտանգ ներդրումների համար ավանդաբար նախընտրելի ոսկու և պարտատոմսերի արժեքը նվազել է։ Ներդրողներին ոգևորել էր Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային լարվածության թուլացման նշանները։ Սա լավ սկիզբ էր շաբաթվա համար, որը ներառում է կենտրոնական բանկերի հանդիպումներ, խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հաշվետվություններ։ Ասիայում բորսական ցուցանիշները կտրուկ աճել են, հատկապես Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Թայվանում, որտեղ գրանցվել են ռեկորդային թվեր։ Բարձր տրամադրությունը տարածվել է նաև Եվրոպայում, որտեղ բաժնետոմսերը նույն աստիճան չէ, բայց թեթև աճ են գրանցել։ Շաբաթվա ընթացքում ներդրողների ուշադրությունը այդուամենայնիվ կենտրոնացած կլինի կենտրոնական բանկերի որոշումների վրա, այդ թվում դաշնային պաուստային համակարգի նիստի, որտեղ սպասվում է տոկոսադրույքների նվազեցում 0.25%-ով։ Սակայն կառավարության փակումը և դրա ազդեցությունը տնտեսական տվյալների վրա շարունակվում են մտահոգություններ առաջացնել վերլուծաբանների մոտ։ Միևնույն ժամանակ տեխնոլոգիական հսկաներ Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը և այլք պատրաստվում են հրապարակել իրենց եռամսյակային արդյունքները, որոնք կարող են ազդել արդեն ներդրումային տրամադրության վրա ամբողջ աշխարհում։ Այս ժամի համար այսքանը, մեր հաջորդ հանդիպումն այսօր երեկոյան է, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։